Բաներ, որ ես ուրիշ ձև կանեի, եթե 0-ից սկսեի սնոուբորդ քշել, մաս 2։ Ես հենց սկզբից էլ քշել եմ բոլոր պետքական պարագաներով, օրինակ ցաղավարտ, բալակլավա եւ այլն, բայց պարագաների մեծ մասը ես վարձում էի։ Եթե վստահ եք, որ երկարատև քշելու եք սնոուբորդ ու ընդամենը մեկ անգամ չեք փորձելու համար, խորհուրդ կտայի առնել ձեզ սեփական ամեն ինչը, սկսած ակնոցներից մինչև սնոուբորդ, որ ամեն ինչը ձեզ հարմարեցրած լինի ու ամեն անգամ նոր բանի չհարմարվեք, որովհետև քանի դեռ դուք սկսնակ եք, ձեզ ամեն փոքր բան խանգարելու է քշելուց։ Այս մյուս կետը կարող է մի քիչ ծիծաղալու թվա, բայց շատ կարևոր կետ է։ Եվ ուրեմն մյուս կարևոր բանը այդ սովորել ճիշտ ընկնել։ Սնոուբորդինգը շատ ապահով սպորտ չի ու սխալ ընկնելու դեպքում հնարավոր է շատ վատ վնասվածքներ ստանալ։ Այնպես որ ձեր առաջին քայլերից մեկը պետք է լինի այն, որ սովորեք ոնց ընկնել, որ հնարավորինս քիչ վնասվեք։ Եվ վերջին կետը, որ կնշեմ, այդ այն է, որ սկզբում պետք է աշխատել տեխնիկայի վրա, հետո մտածել արագության մասին։ Ես ինքս արագ չեմ քշում, բայց մի երկու անգամ ինձ լավ ընկել եմ, որովհետև կոնկրետ բան էի ուզում փորձել կարողանալ անել առանց բորդս նորմալ կառավարել իմանալու։ Այնպես որ ավելի լավ է դանդաղ ու ճիշտ փորձել սկզբում, իսկ պրոգրեսը ժամանակի հետ հաստատ կնկատվի։ Հաստատ էլի բաներ կլինեն, որ այս պահին չհիշեցի, բայց եթե որոշել եք սնոուբորդ քշել սովորել, հուսամ այս խորհուրդները ձեզ պետք կգան։